Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության եւ շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, ինչպես նաեւ Լիտվայի եւ Լատվիայի գործընկերներին, ընդգծելով ծրագրի իրականացման շրջանակում որդեգրած եռակողմ սկզբունքները։ Նախարար Սարգսյանի խոսքով ծրագրի եւ հայաստանյան թիմերի ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն մանրամասն դիտարկել նախարարության կառուցվածքային յուրաքանչյուր միավորի գործառույթների շրջանակը, այլև վերաիմաստավորել դրանք եւ ամուր հիմք ձևավորել արդյունավետ ու երկարաժամկետ բարեփոխումների համար։ Իրականում գծագրված ծրագիրը եւ նաեւ հետագայում համատեղ ներդրված ջանքերը թույլ են տվել մեզ իրականում գաղափարական մակարդակից հասնել մինչև գործնական մակարդակ եւ յուրաքանչյուր գործողության մասով ունենալ հստակ պլանավորում, այն հասցնելով իր տրամաբանական ավարտին։ Մենք փորձել ենք չկորցնել ժամանակը եւ հասկանալով թե դրական փորձառությունը, թե նաեւ գործընկերների ունեցած խաղաց դասերը շատ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել, ինչը կարծում եմ տեսանելի է եւ հեռանկարային ծրագրերի նաեւ իրականացման տեսանկյունից առաջիկայում կբերի նոր շոշափելի արդյունքներ։ Խոսելով կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքների մասին Արփինե Սարգսյանը ներկայացրել է հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ զոհերի թվի նվազման վիճակագրական ցուցիչները, ինչպես նաեւ հանրային հարցումների արդյունքներով արձանագրված ոստիկանության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության աճը։ Նախարարը հույս է հայտնել, որ դրական արդյունքները թույլ կտան վերահաստատել ծրագրային շարունակականության հանձնառությունը։ Եվրոպական միության համար մեծ պատիվ է մասնակցել Հայաստանում իրականացվող ամենախոշոր բարեփոխումներից մեկին՝ ուղղված քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ Ներքին գործերի նախարարությունն այս գործընթացում առանցքային դեր ունի, եւ մենք բարձր ենք գնահատում նախարար Սարգսյանի, նրա թիմի նվիրվածությունն ու ջանքերը։ Համագործակցությունը Լիտվայի եւ Լատվիայի գործընկերների հետ, ինչպես նաեւ վիզաների ազատականացման գործընթացը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը։ Միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանային կառավարման գործիքակազմերին եւ այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին ու փորձի փոխանակմանն է անդրադարձել Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ Այսօր մենք նշում ենք մի կարևոր ձեռքբերում, որը 2 տարվա համատեղ աշխատանքի եւ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության ապացույցն է։ Այս ծրագիրը օրինակ է, թե ինչի կարելի է հասնել համատեղ ուժերով, փոխանակելով ռեսուրսներ, գիտելիք եւ նվիրում։ Համագործակցության հնարավոր ուղղություններին ու շարունակական զարգացմանն է անդրադարձել Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Այս ծրագիրն արդեն իսկ հաջողված պատմության օրինակ է։ Մեր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության բարեփոխումների օրակարգին շարունակում է մնալ թիվ 1 առաջնահերթություն։ Ելույթներ են ունեցել նաև Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետ Ռուտա Գրիգալյունյենեն, Լատվիայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Նորմունդ Գրուբիսը։ Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ են կիսվել ծրագրի 3 բաղադրիչների միջազգային փորձագետներ Թոմաս Բիկմանասը, Արտուրաս Կեմեժիսը եւ Գիեդրիուս Գենյուշասը։ Ամփոփիչ ելույթներով հանդես են եկել նաև այլ հյուրեր։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մեդալների ու շնորհակալագրերի հանձնման արարողություն։ Նույն օրը հյուրերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։